Քիչ առաջ Գագիկ Սուրենյանը կիսվել է նոր տեղեկությամբ՝ արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված այսօր երեկոյան ժամերից մարտի 19-ից 23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում թաց, ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաներում անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով։ Մարտի 19-ից 23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից էլ տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին մարտի 18-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ուշադրություն մարտի 18-ին, հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժ գնացում 20-ից 25 մետր/վայրկյան արագությամբ, մնացած շրջաններում 15-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Երևանում մարտի 18-ի ուշ երեկոյան 19-ից 22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 18-ին կեսօրից հետո 23-ին առանձին շրջաներում 19-ից 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաներում հատկապես գիշերը ձյան տեսքով։ Մարտի 19-ից 22-ին առանձին շրջաներում տեղումները կլինեն առատ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Մարտի 19-ի ցերեկը 20-ին 21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժ գնացում 15-ից 19 մետր/վայրկյան արագությամբ, իսկ 18-ին 20-ից 25 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 19-ից 23-ին, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 10-ից 12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 11-ից 13 աստիճանով։ Իսկ այժմ եղանակի տեսությունը Հայաստանի համար մարտի 19-ին։ Մարտի 19-ին Հայաստանի տարածքում սպասվում է եղանակային զգալի փոփոխություն։ Օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացնում են մթնոլորտային ճնշման անկման և քամու ուժ գնացման մասին։ Հանրապետությունում տարբեր հատվածներում սպասվում են ոչ միայն ամպամածություն, այլև տեղումներ, այդ թվում ձյան տեսքով, հատկապես լեռնային և բարձրադիր շրջաներում։ Երևան քաղաքում օրվա առաջին կեսին եղանակը կլինի համեմատաբար կայուն, մասնակի ամպամածությամբ, սակայն օրվա ընթացքում հնարավոր է քամու ուժ գնացում մինչև 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի ցերեկը մոտ +12, իսկ գիշերը +4 աստիճան։ Շիրակի մարզում եղանակը կտրուկ կփոխվի։ Գյումրիում սպասվում է ամպամածություն, ուժեղ քամի և ձյան տեղումներ, հատկապես օրվա երկրորդ կեսից սկսած ջերմաստիճանը ցերեկը +5, գիշերը -2 աստիճան։ Քամու ուժ գնացումը զգալի կլինի հատկապես բաց տարածքներում։ Լոռու մարզում, Վանաձորում սպասվում է մառախուղ և ձնառատ օր։ Ջերմաստիճանը ցերեկը +6, գիշերը 0 աստիճան։ Քամու ուժգնությունը կմեծանա հասնելով 14-ից 16 մետր/վայրկյան արագությամբ։ Կոտայքի մարզում եղանակը կդառնա անկայուն, օրվա ընթացքում կտեղաթաց ձյուն, իսկ քամին կուժգնանա մինչև 17 մետր/վայրկյան արագությամբ։ Ջերմաստիճանը ցերեկը +7, գիշերը -1 աստիճան։ Արագածոտնի մարզում, լեռնային գոտիներում կանխատեսվում է ձյան տեղումներ, քամին խիստ ուժեղ, հատկապես Արագածի և Ապառանի հատվածներում։ Ջերմաստիճանը կնվազի ցերեկը +4, գիշերը -3 աստիճան։ Տավուշի մարզում, Իջևանում սպասվում է խառը տեղումներ, թաց ձյուն և անձրև։ Ջերմաստիճանը ցերեկը +8 աստիճան, գիշերը +2, քամու արագությունը միջինում 10-ից 12 մետր/վայրկյան արագությամբ։ Սյունիքի մարզում, Կապանում և Գորիսում եղանակը կդառնա ամպամած, իսկ բարձրադիր գոտիներում թաց ձյուն։ Սիսիանում կանխատեսվում է ձյան առատ տեղումներ։ Ջերմաստիճանը ցերեկը +6, գիշերը -1 աստիճան։ Քամին ուժեղ մինչև 18 մետր/վայրկյան արագությամբ։ Գեղարքունիքի մարզը դուրս չի մնա եղանակային վատթարացումից, սպասվում է ձյան տեղումներ և ուժգին քամի մինչև 16 մետր/վայրկյան արագությամբ։ Ջերմաստիճանը ցերեկը +3, գիշերը -2 աստիճան։ Արարատի և Արմավիրի մարզերում եղանակը փոփոխական է արևից մինչև անձրև, ջերմաստիճանը +10-ից +12 աստիճան։ Քամին կուժգնանա մինչև 15 մետր/վայրկյան արագությամբ, մասնակի տեղումներ հնարավոր են
օրվա երկրորդ կեսին։ Վայոց ձորի մարզում Եղեգնաձորում հնարավոր է թեթև անձրև, իսկ ջերմուկի բարձրադիր հատվածներում ձյուն։ Ջերմաստիճանը ցերեկը +7, գիշերը -1 աստիճան, քամու ուժգնացում մինչև 16 մետր վարկյան արագությամբ։ Մարտի 19-ին ամբողջ հանրապետությունում եղանակն անկայուն կլինի, տեղումներ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում, հատկապես լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշություն պահպանել հատկապես ճանապարհներին և բաց տարածքներում։